Այսօր պատրաստելու ենք հայկական ամենահամեղ քաղցրավենիքներից մեկը։ Պատրաստելու ենք ընկույզով և չրերով գաթա, մի փոքր այլ տարբերակով։ Եթե դուք եք ինձպես սիրում ավանդական բաղադրատոմսերի նոր շունչ տալ, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է։ Սկզբում կպատրաստենք խորիզը։ Մեզ պետք է ընկույզ, որը մի փոքր բովում ենք և մանրեցնում ենք։ Պետք է բովենք նաև ալյուրը։ Մեզ ընդհանուր պետք է 300 գրամ ալյուր։ 200 գրամը բովում ենք, իսկ 100 գրամը ոչ։ Շատ չենք բովելու, այնքան որ խոնավությունը դուրս գա և գույնը մի փոքր փոխի։ Մեզ պետք է նաև ցանկացած տեսակի չիր։ Ինձ մոտ սալորի, դեղցի և ծիրանի չիր է։ Չրերը կտրատում ենք մանր խորանարդաձև։ Մեկ այլ տարայի մեջ ավելացնում ենք բուսայուղը և շաքարավազը։ Միասին լավ խառնում ենք։ Որից հետո ավելացնում ենք կոնյակը, վանիլինը և ալյուրը։ Ես խորիզը պատրաստում եմ բուսայուղով, քանի որ այսպես շատ թեթև և ավելի համեղ է ստացվում։ Բովելուց հետո ալյուրը թողնում ենք ամբողջությամբ սառի, հետո նոր ավելացնում ենք։ Քանի որ բոված ալյուրով այդքան էլ լավ չի կպվում մասան իրար, դրա համար ավելացնում ենք սովորական ալյուրը, որպեսզի ավելի կպչուն լինի։ Ավելացնում ենք նաև ոչ բոված ալյուրը, խառնում ենք և ստուգում ենք պատրաստ լինելը։ Որից հետո ավելացնում ենք ընկույզը և չրեղենը։ Լավ խառնում ենք և դնում մի կողմ։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ ու ախորժելի խորիզը ստացվեց։ Արդեն ինձ ցանկություն կա հենց այսպես ուտելու։ Պատրաստում ենք խմորը, որի համար մեզ պետք է սենյակային ջերմաստիճանի կարագ կամ մարգարին։ Լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք ձուն և ձեռքերով լավ տրորում ենք, կամ կարող եք նաև հարիչով հարել։ Մածունի և թթվասերի խառնուրդի վրա ավելացնում ենք սոդան, լավ խառնում ենք և լցնում մասսայի վրա։ Ավելացնում ենք նաև քացախը։ Կարող եք պատրաստել նաև միայն մածունով կամ թթվասերով։ Ավելացնում ենք մի փոքր աղ և վանիլին։ Խմորի մեջ ես շաքարավազ չեմ ավելացնում, քանի որ խորիզը արդեն իսկ քաղցր է։ Ալյուրը ավելացնում ենք այնքան, մինչև ստանանք փափուկ, ձեռքերին չկպչող, էլաստիկ խմոր։ Խմորը տեղափոխում ենք աշխատանքային սեղանի վրա և լավ մուծում ենք։ Հարգելիներս, ինչպես միշտ, բաղադրիչները և հստակ քանակը գրված կլինի էկրանի վրա և նկարագրության բաժնում։ Իսկ եթե դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակկոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ և տարբերվող բաղադրատոմսերը։ Իմ ալիքում կա գաթաների մի քանի բաղադրատոմս, որոնց հղումները կթողնեմ նկարագրության բաժնում։ Ահա տեսեք, թե ինչքան փափուկ ու լավ խմորը ստացվեց։ Տեղափոխում ենք սառնային և թողնում ենք 30 րոպե հանգստանա։ Այդ ընթացքում առանձնացնում ենք մեկ ձվի դեղնուցը սպիտակուցից և դնում մի կողմ։ Երկուսն էլ մեզ պետք են գալու։ Խմորը բաժանում ենք 3 մասի։ Խմորը բացում ենք շրջանաձև, ոչ շատ բարակ։ Տեղափոխում ենք գյուղաթղթի վրա։ Ահա պետք է այսպեսի շրջան ստանանք։ Գրդնակի օգնությամբ տեղափոխում ենք գյուղաթղթի վրա։ Դնում ենք մի կողմ և բացում ենք երկրորդ գունդը։ Պետք է այնպես անենք, որ լինի ջեռոցի տապակի չափով։ Սա էլ պետք է բացենք նույն չափի։ Դնում ենք մի կողմ և առաջի խմորի վրա քսում ենք ձվի սպիտակուցը, որի վրա էլ լցնում ենք խորիզը։ Հավասարաչափ տարածում ենք։ Խորիզը չենք խնամ և առատորեն լցնում ենք։ Դնում ենք երկրորդ շերտը, ծայրերը մի փոքր ամրացնում ենք, վրան քսում ենք նորից ձվի սպիտակուցը և լցնում ենք նորից խորիզը, հավասարաչափ նորից տարածելով։ Բացում ենք նաև երրորդ գունդը և նորից դնում ենք խորիզի վրա։ Հենց այսպես շերտերով հավաքում ենք գաթան։ Կարող եք նաև այս խմորով պատրաստել սովորական կլոր գաթա, բայց այս տարբերակով ավելի փափուկ, նուրբ ու համեղ է ստացվում։ Դնում ենք նաև երրորդ շերտը, ամրացնում ենք ծայրերը, վրան քսում ենք ձվի դեղնուցը, զարդարում ենք պատրաքաղի օգնությամբ և տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, թխելու ենք 200 աստիճան տակ, մոտավորապես 35-ից 40 րոպե։ Կարող եք ձևավորել նաև ձեր նախընտրած տարբերակով։ Ահա այսպիսի նախշեր ենք անում պատրաքաղով և տեղափոխում ենք ջեռոց։ Կարող եք նաև խմորը բաժանել 4 հավասար մասի և պատրաստել 2 շերտով, այսինքն լինում է խմոր, միջուկ և նորից խմոր։
Այդպես կունենայք 2 գաթա։ Այստեղ ընտրություն թողնում եմ ձեզ։ Պատրաստելուց հետո գրեք մեկնաբանության բաժնում, որ տարբերակով պատրաստեցիք և արդյոք հավանել եք, թե ոչ։ Ահա և մեր համեղ ու գեղեցիկ գաթան պատրաստ է։ Տեսեք, թե ինչքան լավ է ստացվել։ Ինչքան գեղեցիկ փայլ ունի։ Դրսից մի փոքր խրխրթան, իսկ ներսից փափուկ, հյութեղ և անչափ համեղ։ Շերտերն իդեալական պահպանվել են և միջուկը չի թափվում միջից։ Տեսեք, թե ինչքան առատ է միջուկը։ Հիանալի տարբերակ է հյուրասիրության և տոնական սեղանների համար։ Իսկ դուք ո՞ր տարբերակով եք նախընտրում պատրաստել գաթան։ Գրեք ձեր տարբերակը մեկնաբանության բաժնում։ Այսօր էլ այսպիսի համեղ ու քաղցր բաղադրատոմս էի պատրաստել ձեզ համար։